Հարգարժան դատարան, դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից իմ խապանման միջոցը փոխվել է։ Անկեղծ ասեմ, այդ որոշումից հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել։ Իհարկե, ուրախացել են իմ 85 եւ 78 տարեկան ծնողները, ուրախացել են իմ երեխաները շատ, ուրախացել է իմ կինը, ուրախացել են այս դահլիճում նստած շատ մարդիկ իմ ընկերները, բայց անկեղծ իմ կյանքում ոչինչ չի փոխվել, որտեղ առաջի օրվանից ասել ենք մենք ընդհանրապես տեղ ինչ գործ ունենք։ Այստեղ ոչ թե ընտանիքի կողքին լինելն, ազատության մեջ լինելն, այլ խնդիրը արդարությունն է։ Ի սկզբանե մենք ասել ենք, որ այս մարդիկ, այս 18 հոգին, որտեղ գտնվում են, այս գործի հետ ընդհանրապես աղերս չունի եւ այս գործը ընդհանրապես փուջիկա եւ արդարության հետ ընդհանրապես կապ չունի։ Հիմա Վերաքննիչ ատյանի մի դատավոր որոշումա, որ պետք է իմ շփումները բացվի, մի դատավոր որոշումա, որ պետք է փակվի։ Հիմա 18 արդարներ մեղադրվում են նույն մեղադրանքով, հիմա 18-ից 3-ը գտնվում են կալանավայրում, 4-ը գտնվում են տնային կալանքում, այն 10-ը ենթադրեն գտնվում են ազատության մեջ, այս որ սենց լսում ես, որ իրավաբանությունից չհասկանացել, հասկանում ես, որ սա ընդհանրապես որտեղից որ կառավարումը, այս ասել եմ 21 թվի նույն ձեռագինը կառավարիչները խառնվել են, էլ չգիտեմ ոնց կառավարել։ Ես սենց եմ հասկանում, կամ մենք այս 18-ը պետք է լինեին կալանքի տակ բոլորը, եթե ազատության մեջ են բոլորս լինեն ազատության մեջ։ Ես կլինեմ ազատության մեջ իմ հոգով, իմ սրտով այն ժամանակ, վաղը վարչական էլ կիրառվի, դա իմ համար ազատություն չի։ Ազատությունը մեջ կլինեմ այն ժամանակ, երբ որ մեր մեղադրողները ընդունեն, որ սա շինք գործ է եղել եւ իրենք եւ քննիչները, իրենք այդ գործը տարել են առաջ։ Շնորհակալություն։